Այսօր Իջևանն ապրում է նոր ոգով, նոր ռիթմով և նոր շնչով, որովհետև այսօր այստեղ անցկացվում է YELSPORTFEST 2025-ը, իր բովանդակալից, էներգիայով լի միջոցառումներով և հագեցած օրակարգով։ Իսկ այսօրվա ուշադրության կենտրոնում փառատոնի նորույթն է՝ Իջևան Wine Bike Race հեծանվավազքը։ Изначально идея пришла, когда нам провели асфальтированную дорогу до Апага Resort, и мы решили, что лучший способ прорекламировать то, что у нас сделали хороший асфальт, это запустить по нему ребят на шоссейных велосипедах. Занимайтесь спортом, молодежь. Будете такими же классными, как вот эти все ребята. Այո, դուք ճիշտ եք լսում։ Հեծանվավազքը այս տարվանից ունի նոր անուն, նոր շնչով ու նոր ճանապարհով։ Իսկ փառատոնին միացել է մեր գործընկեր Իջևանի գինու և կոնյակի գործարանը, փառատոնը դարձնելով առավել յուրահատուկ։ Մեկնարկը տրվելու է հենց Իջևանի գինու և կոնյակի գործարանի տարածքից, հեծանվորդները անցնելու են Իջևանի փողոցներով, քաղաքին հաղորդելով ուժի, հաղթանակի և սպորտի շունչը, անցնելու են 15 կիլոմետր հեռավորություն և բարձրանալու են Ենոքավանի բարձունքը, հաղթահարելով 770 մետր բարձրություն։ Нам тут нравится, очень приятно. Настроение веселое, боевое, так что ждем старта. Սա պարզապես հեծանվավազք չէ, սա ուժի, հաղթանակի, բնության հետ միասնության փորձառություն է։ Դե ուրեմն եկեք միասին դիմավորենք շարժման հերոսներին։ Այսօր մենք միասին տեսնում ենք ոչ միայն պատրաստված լավ հեծանվորդների, այլև տեսնում ենք այն կամքի ուժը, որը սարեր է շուռ տալիս բառացիորեն։ Իջևան Wine Bike Race-ը YELSPORTFEST-ի ամենակարևոր պահերից մեկն էր։ Ուղի, որն անցավ Իջևանի սրտով, հաղթահարեց 15 կիլոմետր ճանապարհ ու նվաճեց Ենոքավանի բարձունքը։ Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին անկախ արդյունքից։ Եվ իհարկե շնորհակալություն ենք հայտնում Իջևանի գինու և կոնյակի գործարանին այս գեղեցիկ համագործակցության ու հավատի համար։ Սա YELSPORTFEST 2025-ն էր, և սա միայն սկիզբն է։